Հալելույա։ Հովիվ Մեհեր ջան, շնորհակալ եմ շատ հրավերի համար, ջերմ ընդունելության համար։ Ես ուրախ եմ, սիրտս ուրախ է, որ այսօր իրար հետ ենք Վանաձորում, իրար հետ Տիրոջը պաշտում ենք։ Այո, Աստծո խոսքով հիմա իրար հետ կկիսվենք։ Ես այստեղ ինչպես Հովիվ Մեհեր ասեց, ընտանիքիս հետ միասին եմ։ Փառք Աստծուն, գիտեք, լավ է ընտանիքով Տիրոջը պաշտել։ Դրա մեջ մեծ օրհնություն կա։ Ամեն, հալելույա։ Եվ այսօրվա խոսքը, որ ես վերցրել եմ իմ սրտում, որ կիսվեմ, դա հետևյալն է, որ Աստված սերունդների Աստված է։ Աստված սերունդների Աստված է եւ այն գործը, որ Տերը սկսում է մի սերունդի կյանքում, ինքը շարունակում է հաջորդ սերունդների մեջ։ Գիտես, Տիրոջ նպատակը այն չի, որ մի սերունդի մեջ ինքը սկսի ու հետո այդ սերունդով ավար։ Ոչ։ Աստված ուզում է շարունակական լինի իր գործը։ Աստված, որ օրհնում է, ուզում է, որ իր օրհնությունը սերունդների մեջ գնա եւ շարունակվի։ Տերը չի ուզում, որ ինչ որ մեկի վրա կանգ առնի դա։ Դրա համար մեզանից ինչ է կախված։ Մեզանից կախված ասենք, Տեր, ահա ես, քո ծառան, որ քո առջև եմ, որ դու օրհնել ես իմ կյանքը։ Ես ուզում եմ, որ քո օրհնությունները ինձանով շարունակվեն իմ սերունդների մեջ, իմ որդիների մեջ, իմ որդիների որդկանց կյանքում եւ այդպես շարունակ։ Հալելույա։ Որոնք որ լցվեն շատանան եւ տարածվեն այս քաղաքում եւ այս երկրի մեջ, Աստծո թագավորությունը կառուցեն եւ Տիրոջ փառքը հայտնվի։ Հալելույա։ Ամեն։ Գիտես, Աստված երբ որ իրեն հայտնում էր, ինքը իրեն չէր հայտնում եւ ասում, ես Աբրահամի Աստվածն եմ։ Չէր ասում, ես Իսահակի Աստվածն եմ։ Չէր ասում, ես Հակոբի։ Գիտես ոնց էր ասում, ասում էր, ես Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածն եմ։ Սերունդներն էր թվարկում։ Ուզում էր ասել Աբրահամի հետ ուխ տարեցի, սկսեցի նրա կյանքում, բայց Աբրահամով չվերջացավ։ Կար Իսահակ, Իսահակի հետ էի ես, հետո կար Հակոբ, Հակոբի հետ էի ես, Հակոբի Աստվածն էի ես։ Հակոբից հետո 12 նահապետները, 12 ցեղերը։ Տերը ասում է նրանց Աստվածն էի ես։ Հալելույա։ Տերը սիրում է այդպես իրան ներկայացնի։ Հալելույա։ Ու գիտես, հին ուխտում այնքան տեղեր կա, որ կարդում ենք եւ ասում ենք, Աստված ասում է, նրանք, որ իմ ուխտը սիրում են եւ իմ ուխտը պահում են, ես կողորմեմ, կօրհնեմ նրանց մինչեւ 1000 ազգ։ Պատկերացնում ես Աստծո օրհնության զորությունը եւ Աստծո մտադրությունը։ Աստված ուզում է իր հետ ուխտ պահող, իր ուխտը սիրող մարդկանց կյանքում մինչեւ 1000 ծերունդ նրանց ողորմի։ Այդ 1000-ն էլ է պայմանական, գիտես, ուղղակի ուզում ասի շատ, որ պատկերացնենք դա ասում է 1000։ Ու այնքան լավ օրինակ կա, որ ես ինձ ցնցել է դա, ես եղել եմ քարոզներում կիսվել եմ, ուզում եմ այստեղ էլ այդ օրինակը բերեմ, որ մեզ համար մի քիչ ավելի շոշափելի դառնա։ Ինչ է նշանակում, որ Աստված սերունդներ է օրհնում։ Եվ ինչ է նշանակում, որ Վանաձորի կյանքի խոսքի եկեղեցում Աստված ցանկանում է իր փառքը ցույց տա սերունդների մեջ, որ այդ մարդիկ նաև ձեր զավակները եւ ձեր թոռները այս քաղաքում լինեն հեղինակություն եղող մարդիկ, Աստծո ավետարանը տանող մարդիկ, Աստծո ազդեցությունը կրող մարդիկ։ Ինչ որ մեկը կասի, ո՞նց են փոխվում ազգերը, ո՞նց են փոխվում քաղաքները, երկրները։ Մարդկանցով են փոխվում, սիրելիս։ Այն մարդիկ, որոնք կրում են իրանց մեջ Աստծո ներկայությունը, Աստծո ազդեցությունը, ավետարանի զորությունը, նրանք են, որ փոխում են ազգերը։ Նրանք են, որ փոխում են իրենց քաղաքները, իրենց երկրները, ամեն։ Եվ ես հիմա մի օրինակ եմ ուզում բերել 18-րդ դարից Միացյալ Նահանգներում մեծ արթնության շարժ կար եւ այդ շարժի ամենանշանավոր դեմքերից մեկը, ամենազդեցիկ հովիվներից մեկը Ջոնաթան Էդվարդս անունով, որը որ իր կնոջ Սարայի հետ միասին ունենում են 11 զավակ։ 11 զավակ։ Եվ պատմագիրները ասում են, որ նրանց 11 զավակներն էլ դաստիարակվել եւ մեծացել էին աստվածապաշտության մեջ հավատքով, Տիրոջը սիրելով։ Բայց շարունակությունն է հետաքրքիր։ Լավ, Ջոնաթան Էդվարդսը իր ժամանակներում ազդեցիկ մարդ էր, հովիվ էր, քարոզիչ էր։ Նա մի քարոզ ուներ, որ ասում է մարդիկ բարկացած Աստծո ձեռքերի մեջ
Ասում է ամեն անգամ, երբ որ ինքը այդ քարոզը քարոզում էր, այդ տարածաշրջանում ինչ որ sense շարավողով։ Ասում է մարդիկ նույնիսկ եկեղեցում չէին։ Աստծո հոգին, երկյուղի հոգին գալիս էր մարդկանց վրա եւ ապաշխարություն էին վերապրում։ Ու հանկարծ այս մարդը իր կնոջ հետ 11 զավակ են ունենում եւ Նյու Յորքի սոցիոլոգները, գիտնականներ, որոշում են ուսումնասիրել նրա սերունդների կյանքը եւ տեսնեն ինչ տեղի ունեցավ։ Եվ 1900 թվականի դրությամբ ուրեմն գիտնականները պարզում են հետևյալը, որ Ջոնաթան Էդվարդսը եւ Սարան իրենց 11 զավակների միջոցով ունեցել են 1394 հետնորդներ, ժառանգներ։ 1394, 1900 թվականի դրության տվյալներ ենք ասում։ Այս ինչ որ ես ասում եմ, սրանք բոլորը գիտնականների ուսումնասիրություններն են։ Ուսումնասիրել են բարեպաշտ մի ընտանիքի ժառանգությունը։ Եվ ինչ են հայտնաբերել, որ այդ 1394-ից 1295-ը եղել են Միացյալ Նահանգների տարբեր քոլեջների շրջանավարտներ։ Այսինքն սա նշանակում է կրթված մարդիկ են եղել, կրթված սերունդ է տվել։ Հաջորդը 13-ը Ջոնաթան Էդվարդսի սերունդներից եղել են Միացյալ Նահանգների շատ հայտնի քոլեջների ռեկտորներ։ 65-ը պրոֆեսորներ եւ դասախոսներ։ 60-ը բժիշկներ, որոնցից շատերը շատ հայտնի։ Մոտավորապես 100-ը եղել են ուրեմն եկեղեցու ծառայողներ եւ աստվածաբաններ։ 75-ը Միացյալ Նահանգների բանակի եւ նավատորմի սպաներ։ 60-ը հայտնի գրողներ։ 100-ը իրավաբաններ, փաստաբաններ, 30-ը դատավորներ։ 80-ը բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, այդ թվում նաեւ նրանցից մեկը եղել է Միացյալ Նահանգների փոխնախագահ, մի քանիսը եղել են նախարարներ եւ 3-ը եղել են կոնգրեսմեններ։ Եվ նաեւ ասում են, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմել ձեռնարկատերերը, ձեռներեց մարդիկ։ Ասում է 1900 թվականի դրությամբ Միացյալ Նահանգներում չի եղել քիչ թե շատ որևէ խոշոր բիզնես, խոշոր ձեռնարկություն, որի կառավարման մեջ ներգրաված չեն եղել Ջոնաթան Էդվարդսի սերունդներից որևէ մեկը։ Բայց հիմա ես ուզում եմ ամենացնցող տվյալը ասեմ։ Այս 1394-ը, եթե չեմ սխալվում, այո, նրանց մեջ գոնե մեկ աթեիստ չի եղել։ Նրանք բոլորը եղել են բարեպաշտ, հավատացյալ, քրիստոնյա մարդիկ։ Եվ ունեցել են հասարակության մեջ ազդեցություն։ Դուք տեսաք, ինչ ոլորտներ, ամենատարբեր ոլորտների մեջ ներգրաված մարդիկ են եղել։ Գիտեք, այնպես չէր, որ հովիվի զավակներ էին, հովիվի սերունդներ, որոնք բոլորը հովիվներ էին, կամ քարոզիչներ էին, կամ ավետարանիչներ էին։ Այո, քանի 100-ը այդպիսի ծառայողներ էին, բայց դուք տեսնում եք, լինելով բարեպաշտ քրիստոնյա մարդիկ, իրանք իրանց կոչումը գտել էին այդ հասարակության մեջ եւ փոխում էին իրենց հասարակությունը։ Բերում էին ավետարանի ազդեցությունը։ Սա զարմանալի մի բան է, սիրելիներս։ Սա հեքիաթ չի։ Սա հորինված պատմություն չի։ Սա ճշմարտությունն է, իրականությունն է։ Սա հետազոտության արդյունքներն են ցույց տվել, ամեն։ Ու ես ուզում եմ, որ դուք տեսնեք, սա Աստծո օրհնությունն է սերունդների մեջ, որ նրանք բարեպաշտ մարդիկ էին եւ երկրորդը նրանք եղանակ ստեղծող մարդիկ էին։ Նրանք հասարակության մեջ կայացած մարդիկ էին։ Սիրելիներս, ես ուզում եմ ասեմ, որ քո սերունդներն էլ հենց այդպիսի մարդիկ կարող են լինել։ Ով է ասել, որ քրիստոնյաները, հավատացյալ ընտանիքները, ընտանիքից դուրս եկած երեխաները չպետք է դառնան մարդիկ, որոնք որ կարող են այդ հասարակության մեջ Տիրոջ անունը բարձր պահեն եւ ազդեցություն բերեն եւ հեղինակավոր լինեն։ Դառնան մարդիկ, որ ամեն մեկը իր բնակավարում խոսք ասող կլինի։ Հեղինակություն կլինի, հարգված մարդ կլինի, ում խոսքը կանցնի։ Ամեն, հալելույա։ Սիրելիներս, եկել է ժամանակը մենք մի քիչ ուրիշ ձև նայենք։ Պետք չի քրիստոնյա, այս աշխարհն է ուզում քրիստոնյաներին նայի որպես խեղճ մարդիկ։ Խեղճ մարդիկ, որոնք ոչ մի բանի ոչ ընդունակ են, ոչ էլ միակ բանը, որ կարողանում են անել, դա մի հատ աստվածաշունչ ունեն, այդ կարդում են, դրանով մխիթարվում են։ Դա այդպես չի, սիրելիներս։ Այդ նույն աստվածաշունչը, որ բացում ենք եւ կարդում ենք, այնտեղ մենք տեսնում ենք Աստծո մարդկանց, որոնք որ Աստծո ձեռքերի մեջ փոխում էին իրենց ազգի ճակատագիրը։
Ամեն, հալելույա։ Չես ասի նրանց խեղճ մարդիկ։ Ով էր խեղճը, Աբրահամն էր խեղճը։ Իսահակը կամ Հակոբն էր խեղճը։ Դանիելն էր խեղճը, որ թագավորները գալիս գնում էին, ինքը մնում էր այդ երկրում կառավարիչ։ Հովսեփն էր խեղճ, որ մի ամբողջ Եգիպտոսի կառավարիչ էր, թագավորից հետո երկրորդը։ Խնդրեմ ասեք, ովքեր էին խեղճ այնտեղ։ Ուզում եմ ասեմ, եթե դու Աստծո մարդ ես, Աստծո ձեռքերի մեջ ես, Աստծո օրհնությունները կարող են սերնդեսերունդ գնալ ու քո սերունդին բարձրացնեն այն քաղաքի, այն ազգի մեջ, որտեղ որ դու ես, եւ Աստծո հզոր փառքը ցույց տրվի։ Դու համաձայն ես դրա հետ։ Դու ուզում ես դա։ Թող Տերը դե հիմա լսի, որ դու ուզում ես։ Սիրելիս, հիմա ասում ենք Աստծո օրհնություն, Տերը օրհնի։ Իսկ ի՞նչ է Տիրոջ օրհնությունը։ Ի՞նչ է նշանակում օրհնություն։ Երբևէ մտածել ես դրա մասին։ Ինչքան հաճախ ենք մենք օգտագործում օրհնություն բառը։ Տերը քեզ օրհնի։ Աստծո օրհնություններն եմ կանչում քո կյանքի մեջ, եւ այլն եւ այլն։ Ինչքանով ենք լավ պատկերացնում Տիրոջ օրհնությունը։ Օրերից մի օր ես վերցրեցի եւ սկսեցի դա ուսումնասիրել։ Եվ 5 տակարանում հայտնաբերեցի, որ կա մի բառ, բրահա բառը, որը օգտագործվում է որպես օրհնություն։ Եվ երբ որ ես նայեցի նրա իմաստները, հիմա ուզում եմ կիսվեմ ձեզ հետ այդ բառը ինչ նշանակություն ունի։ Այդ առաջինը կրկնապատկում, այնուհետև ավելացում, մեծացում, ընդարձակում, աճ։ Տեսեք, այս մասը ոնց որ վերաբերվում է քանակական, հա, ասենց քանակականին է վերաբերվում, կրկնապատկում, աճ, ընդարձակում։ Հետո գալիս է երջանկություն, երանություն, հաջողություն, նաև նվեր, ընծա, պարգև։ Այս բոլորը ինչ որ ասեցի, այդ օրհնություն բառի ոնց է ադամանդը, որ տարբեր սենց գրայններ ունի, չէ, նիստեր ունի սենց։ Այդպեսի օրհնության տարբեր կողմերն է բացահայտվում։ Եվ նաև երբ որ եբրայական մշակույթի մեջ երբ որ ասում էին օրհնություն, ինչ խորհրդապատկեր կար դրա հետ կապված։ Դա պատկերվում էր որպես այսպես բնական ջրամբար, պատկերացրեք ջրամբար, ջրով լցված, որտեղ մտնում են վտակներ եւ որից առուներ են դուրս գալիս։ Այսա խորհրդապատկերում էր օրհնություն հասկացությունը։ Եվ սրա մեջ ինչն է ամենալավը, որ Աստված ոչ միայն ցանկանում է քեզ օրհնել, այլ ցանկանում է քեզ օրհնություն դարձնել։ Ամեն։ Որովհետև Աստծո օրհնությունը էգոիստական չի։ Եսասիրական չի։ Աստծո օրհնությունը ունի հատկություն տարածվելու։ Եվ հետևաբար, երբ որ Աստված օրհնում է քեզ քո կյանքը, ինքը չի ուզում, որ դա կանգ առնի քո կյանքի մեջ։ Ինքը ուզում է, որ այդ օրհնությունը քո կյանքից տարածվի ուրիշների կյանքի մեջ։ Եվ ոչ միայն քո սերունդների մեջ, այլ քեզ շրջապատող մարդկանց կյանքի մեջ նույնպես։ Ամեն։ Սա այդ բնական ջրամբարի խորհրդանիշն է, սիրելիներս, այն չի ցամաքում, այն հոսող ջուր ունի, լցվում է, չի ճահճանում։ Եվ նրանից դուրս է գալիս։ Ամեն։ Եվ հիմա, թանկագիններս, այս շատ լավ հայտնություն է, որ Աստված օրհնում է մեզ, բայց նաև մեզ ուզում է օրհնություն դարձնի ուրիշների կյանքում։ Բայց արդյոք սրանով սահմանափակվում է Աստծո օրհնության պատկերը։ Հիմա եթե Աստծո օրհնությունը որպես մի հատ այսպես puzzle պատկերենք, puzzle-ը գիտեք, չէ՞, կտորներով որ կան, որ պատկերը կպցնում ենք իրար, ստանում ենք ամբողջական պատկերը։ Երեխաները սիրում են այդ puzzle-ներով զբաղվել։ Երբ որ խառը լցված է, չէ, չգիտեմ որն է, պետքա տեսնես, իրար հարմարացնես, որ ամբողջական պատկերը ստանաս։ Հիմա ուրեմն Աստծո օրհնության ամբողջական պատկերի մեջ, այս ամեն ինչի մեջ ամենաառաջնայինը գիտես որն է։ Աստծո օրհնությունը նա է, որ դու ունես փրկություն, դու ունես հավիտենական կյանք եւ նաեւ քո սերունդները ճանաչում են Տիրոջը։ Սա մեծ օրհնություն է, այդ պատկերի մեջ շատ կարեւոր մասնա կազմում, սիրելիներս, հալելույա, որ Տերը, որովհետև սենց ասեմ, ես լսել եմ հավատացյալ քրիստոնյաների շուրթերից, որ ասում են, այս մարդը աշխարհիկ է, Աստծուն ոչ հավատում է, ոչ էլ, բայց այնց օրհնված մարդ է։ Իմ մոտ, երբ որ ես լսում եմ այդպես արտահայտություն, մի տեսակ ներսս սենց խառնվում է իրար, ինչ որ մի բան ճիշտ չի հնչում այդ արտահայտության մեջ։ Աստծուն չի ճանաչում, Աստծուն չի սիրում,
բայց օրհնված մարդը։ Ու գիտես սա ինչն է, որ մենք օրհնությունը մենակ բերել հասցրել ենք մենակ նյութական ֆինանսական վիճակին։ Այսինքն եթե մարդը մի քիչ լավ աշխատանք ունի, մի քիչ շատ եկամուտ ունի, մի քիչ ունևոր է, մի քիչ հարուստ է, մեր աչքերում ինքը համարվում է օրհնված մարդ։ Ասեմ ինչ մարդ է, ոչ թե օրհնված մարդ է, այլ ուղղակի շատ փող ունի։ Օրհնված մարդը այն մարդն է, ով որ Աստծուն ունի իր կյանքում, ով որ Հիսուսին ունի իր կյանքում, իր սրտի մեջ, դա է օրհնված մարդը, սիրելիս։ Թե դրա հետ մեկտեղ նաև ինչքան ֆինանս կունենաս, այդ հարցի երկրորդ կողմն է։ Բայց երբ որ մենք ասում ենք օրհնված մարդը, մենք պետք է ճիշտ պատկերացնենք, ով է այդ օրհնված մարդը։ Աստծուն չճանաչող մարդը, չենք կարող մենք նրան ասենք օրհնված։ Ինչպես օրհնված։ Ինչպես նրան համարենք երջանիկ, ինչպես նրան համարենք հաջողակ, եթե երկնքի ժառանգորդը չի ինքը։ Դրա համար մենք պետք է ճիշտ անուններով կոչենք իրերը, սիրելիս։ Միգուցե դուք ասես, ես ուրիշների համեմատ այդքան էլ ունևոր չեմ, ֆինանսներս հազիվ ծայրեցարին հասցնում է, ես օրհնված մարդ եմ, ավելին քան օրհնված ես, եթե Հիսուսը քո Տերն է։ Դու օրհնված մարդ ես, սիրելիս։ Ֆինանսները կգան կհասնեն, էդի չի խնդիրը։ Դու ամենակարևորը ունես քո կյանքում, դու Աստծուն ունես, եւ դու հավիտենական կյանք ունես, դու երկնքի ժառանգորդն ես, սիրելիս։ Առանց սրա մարդը չի կարող օրհնված լինել եւ օրհնված կոչվել։ Հիմա ուրեմն եկեք սրանից հետո հասկանանք։ Երբ որ մենք մարդուն ասում ենք Տերը օրհնի քեզ, իսկ դու գիտեք, մենք դա մեր մոտ դա ողջույնի եւ հրաժեշտի ոնց որ արտահայտություն լինի։ Իրար տեսնելով ասում ենք Տերը օրհնի քեզ, իրար հրաժեշտ ենք տալիս, ասում ենք Տերը օրհնի քեզ։ Վատ ենք անում, հեչ վատ չենք անում, շատ լավ ենք անում։ Ուղղակի հիմա ուզում եմ, որ սրանից հետո, երբ որ մենք դա անում ենք, մենք հասկանանք, մենք մարդու վրա ինչ ենք կանչում դրանով։ Ինչ որ բան ես ասում դրանով, դու բան ես սրճակում, որ ասում ես Տերը օրհնի։ Ուրեմն հասկացիր, սրանից հետո երբ որ դու ասում ես մեկին Տերը օրհնի քեզ, դու դրանով նրա վրա կանչում ես Տիրոջ ողորմությունը, Աստծո բարիքները, Տիրոջ օգնությունը, նրա շնորհքը։ Դու դրանով ասում ես, որ դու երջանիկ լինես, որ դու հաջողակ լինես։ Ամեն, հալելույա։ Որ դու շատանաս, որ դու տարածվես, որ դու աճես։ Այս է Տիրոջ օրհնությունը, սիրելիներս։ Դրա համար իմացեք, որ դուք մեծ բան եք ասում, երբ որ ասում եք Տերը օրհնի քեզ։ Հալելույա։ Հիմա եկեք նայենք առաջին տեղը, երբ որ Աստված իսկապես օրհնություն հռչակեց։ Եկեք նայենք Ծննդոց գիրքը, առաջին գլուխ 28 խոսքը։ Աստված արդեն Ադամին ու Եվային ստեղծել է, նրանց արդեն միացրել է եւ հիմա այն պահն է, որ Տերը օրհնում է նրանց միությունը։ Աստված ասում է իր պատկերով ստեղծեց մարդուն, Աստծուն ստեղծեց արու եւ եկ, կին եւ տղամարդ եւ օրհնեց նրանց։ Եվ հիմա եկեք տեսնենք Աստված ինչ արեց, երբ որ ասեց օրհնում եմ ձեզ։ Եվ Աստված օրհնեց Ադամին եւ Եվային եւ Աստված ասաց նրանց. աճեցեք եւ շատացեք եւ լցրեք երկիրը եւ տիրեցեք նրան եւ իշխեցեք ծովի ձկների եւ մնացած կենդանիների վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված ասում է օրհնեց նրանց եւ ասում է դա ինչ էր նշանակում։ Այսինքն օրհնությունը կապում էր ասո աճելու հետ, շատանալու հետ, տարածվելու լցնելու հետ, տիրելու եւ իշխելու հետ։ Վաու։ Աստծո օրհնությունն է, սիրելիս։ Աստված կամենում է, որ դու ընդարձակվես, որ դու աճես, որ դու տարածվես, որ քո ազդեցությունը մեծանա, լայնանա ու տարածվի, որ քո հեղինակությունը եւ պատիվը մեծանա, լայնանա ու տարածվի, որ քո ֆինանսները մեծանան, լայնանան ու տարածվեն, որ քո ծառայությունը Աստծուն, Աստծո թագավորությանը մեծանա, լայնանա, տարածվի ու շատանա, ազդեցիկ լինի ավելի։ Սա Աստծո օրհնությունն է եւ նաեւ սա խոսք ունի, կապ ունի նաեւ իշխելու եւ տիրելու։ Աստված մեզ իշխանություն է տվել հոգեվոր աշխարհում, տիրելու հանգամանքների վրա, իրավիճակների վրա, թշնամու զորության վրա։ Աստված ասեց, ես ձեզ տալիս եմ իմ իշխանությունը։
թշնամու բոլոր զորության վրա, ասում է կարիճների եւ օծերի վրա կող կտակ եւ մի բան ձեզ չի վնասի։ Միթե սա իշխանություն չի, միթե սա տիրապետել չի։ Ուզում եմ ճիշտ հասկանանք, Աստծո իշխանությունը, օրհնությունը, մեզ իշխանություն է տալիս ոչ թե որ մարդկանց վրա իշխենք, թագավորենք մարդկանց վրա, խոսքը այդ մասին չի։ Խոսքը այն մասին է, որ մեզ հոգևոր մեծ իշխանություն է տրված սատանայի գործերը քանդելու։ Ամեն, հալելույա։ Ամեն կարիճների եւ օծերի վրա կող տալու։ Ոչ թե մենք աննկատ պիտի մնանք հանգարց մեզ չնկատեն հոգևոր աշխարհում։ Ոչ չնկատվենք մեր դեմ ոչ մի բան էլ չի լինի, էլի, այս տակտիկայով, էլի։ Ոչ ամեն առավոտ որ դու արթնանում ես հոգևոր աշխարհում, ամեն դիվային աշխարհը պիտի սարսափի, իմանալով որ դու արթնացել ես, որովհետև դու քո շուրթերին ունես խոսքեր, որոնք որ քանդում են նրա թագավորությունը, որովհետև դու քո շուրթերում ունես ավետարանի խոսքը, որ երբ որ դու հանդիպում ես մարդկանց, այնտեղ ինչ որ բան է կատարվում։ Հալելույա։ Շարունակությունը։ Ուզում եմ խոսք հրճակել։ Միգուցե այստեղ կան մարդիկ, որ ասում ես, ես իմ անցյալից եկող սահմանափակումներ ունեմ իմ կյանքում։ Մի տեսակ կան իրավիճակներ, հանգամանքներ, որ ինձ ոնց որ սենց քառակուսի տուփի մեջ եմ պահել իմ կյանքի ընթացքում։ Թույլ չեն տվել, որ ես ավելի աճեմ, որ ես ավելի զարգանամ, որ ես ավելի մեծ հաջողության հասնեմ։ Ուզում եմ խոսք հրճակել ու ասել, սիրելիս, երբ որ Աստծո օրհնությունը գալիս է մարդու կյանքի մեջ, այն ունի զորություն ամեն սահմանափակումները քանդելու։ Աստծո օրհնությունը որ գալիս է մարդու կյանքում, արդեն նա թույլ չի տալիս, որ նրա անցյալը թելադրի նրա ապագան։ Արդեն Աստծո օրհնությունն է թելադրում այդ մարդու ապագան, հալելույա։ Ու այստեղ մեր հավատքը չափազանց կարևոր է։ Դու ականջ ես տալու ինչին, անցյալին, որը ասելու է, որ քո մոտ չի ստացվի, դժվար է եւ անհնարին է։ Ու անցյալդ, որը ասելու է, դե գիտես, դու չես ստացել այն կրթությունը, որը պիտի ստանայր։ Ուրիշները ստացել են, դու ոչ։ Ուրիշները միգուցե լիարժեք ընտանիք են ունեցել, դու կարող ես հայր չես ունեցել կամ մայր։ Ուրիշները այսինչ բանն են ունեցել, քո մոտ այսինչ բանն է պակաս եղել։ Գիտես, ես չեմ ճանաչում այստեղ ոչ մեկին իր անցյալով անցած ճանապարհով, բայց ամեն մարդու ճանապարհը ունիկալ է։ Այդ ճանապարհի մեջ միգուցե ինչ որ բաներ շատ լավ են եղել, տեղին են եղել, բայց ինչ որ բաներ կարող պակաս են եղել։ Ու դու այդ պակասության պատճառով միգուցե դա թույլ չի տվել, ու դու ասում ես, ես ավելին կարայի հասնել։ Սիրելիս, դրա համար, գիտես ինչ եմ քեզ ուզում ասել, երբեք մի մեղադրիր որևէ մարդու։ Մի մեղադրիր երկիրդ, մի մեղադրիր քաղաքին, մի մեղադրիր քո ծնողներին, մի մեղադրիր ոչ մեկին։ Դա անցյալն է։ Դու Աստված ունես, ով որ կերտում է ապագան։ Նա այսօր քո ապագան կարա ձևավորի։ Երբ որ Աստծո օրհնությունները գալիս են մարդու կյանքի մեջ, դրանք չեն նայում եւ ասում, քո կյանքում այս սահմանափակումները կան։ Նա գալիս է եւ ասում է, դու կարաս ավելին անես։ Դու կարաս ավելին հասնես, հալելույա։ Գիտես, արծվի թևերի նման Տիրոջ օրհնությունները վերցնում են քեզ ու տանում են առաջ։ Ես սիրում եմ այս խոսքերը, որ սիրիր այս 3 խոսքերը։ Հեշտ է, հնարավոր է կստացվի։ Հեշտ է, հնարավոր է կստացվի։ Ինչի պիտի չստացվի։ Ինչի պիտի հեշտ չլինի։ Ունենք Աստված, որ դժվարը հեշտ է անում։ Ունենք Աստված, որ անհնարինը հնարավոր է անում, սիրելիս։ Ունենք Աստված, որ ձորերը լցնում է, սարերը խոնարհացնում է։ Քո կյանքում եթե ձորեր կան, դու թերարժեքությամբ ունես, ինքը լցնում է քո ձորերը, սիրելիս։ Ինքը քեզ լիարժեք է անում։ Որ դու չմտածես ինչ որ մի բան պակաս է քո կյանքում։ Եթե մի հատ բան էլ կա գերագնահատված մեր կյանքում, սարինը, կխոնարհացնի Աստված, դա էլ է լավ, դա իմ ու քո օգտի համար է։ Ամեն։ Ու Տերը խորթուբոր ճանապարհներ ուղիղ անում ու իր փառքն է հայտնում։ Հալելույա մեր կյանքերում։ Ուզում եմ Իսահակի կյանքից օրինակ բերել, օրհնության առումով։ Գիտես, մենք մտածում ենք եւ ասում ենք, դե երևի երկրից է, էլի, որ մի հատ գնանք ուրիշ մի հատ sense ճոխ հարուստ երկիր, այնտեղ օրհնված կլինենք։ Այնտեղ մեր գործերը լավ կլինի։ Այնտեղ ավելի մեծ հաջողության կհասնենք։ Գիտես, Իսահակի կյանքում եկավ այդպես իրավիճակ,
որ ինքը մտածեց, որ ավելի լավ է թողնի գնա Եգիպտոս, որովհետև այդտեղ երաշտ էր, որտեղ ինքը բնակվում էր։ Այդտեղ երաշտ էր, այդտեղ ոչ մեկ չէր մտածում ցանելու եւ հնձելու մասին, դժվար ժամանակներ էին, փորձություններ էին։ Իսահակն էլ է մարդ։ Իսահակն էլ էր մի սուարյուն, եւ ինքը մարդկայինորեն մտածում էր արդեն իր սրտում, որ պետքա տեղափոխվի ուրիշ երկիր։ Ու հանկարծ Աստված խոսում է նրա հետ։ Եվ ինչ է ասում Տերը։ Ծննդոց 26-րդ գլուխ 12-13 խոսքերը։ Ճիշտն ասած 12-ից առաջ։ Ինչ է ասում Տերը։ Ասում է Իսահակ չգնաս Եգիպտոս։ Մեկ ուրիշ խոսքերով ասած տեղիցդ չշարժվես։ Դու հիմա մարդկայինորեն ես մտածում, որ դու ստեղ օրտնված չես լինելու, որովհետև ջուր չկա։ Բայց դու ոնց որ թե լավ չես պատկերացնում ով է քո Աստված։ Որ եթե ես քեզ օրհնեմ այս երկրում, կարող է ուրիշները չունենան, ուրիշները հաջողակ չլինեն, բայց դու հաջողակ կլինես։ Եվ Իսահակը ամենակարևորը, այսա է հավատքի մարդը։ Հավատքի մարդը Աստծո կամքի հետ կռիվ չի տալիս։ Աստծո կամքին լսում է, հնազանդվում է ու ինչ անում Իսահակը։ Իսահակը այն երկրի մեջ ցանեց եւ այն տարին 100-ի չափ արդյուն գտավ եւ Տերը օրհնեց նրան, նորից հանդիպում ենք այս օրհնություն բառը։ Եվ Տերը օրհնեց նրան եւ մարդը բարձրացավ եւ քանի գնաց մեծացավ, մինչեւ որ շատ մեծացավ։ Այդ այն Իսահակը, որ մտածում էր պիտի գնա Եգիպտոս։ Սիրելիներս, երկիրը թողնել գնալու հետ կապված, ես գիտեք ինչ տեսակ է, մինչև Աստված մարդուն չասի, որ իմ կանգնա, որ դու հիմա պետքա գնաս այն ինչ երկիր, չարժի տեղից չարժվես։ Մնա քո հող ու ջրի վրա։ Մնա քո բնակավայրում, մնա քո քաղաքում, մնա քո երկրում, մնա քո ազգի մեջ։ Եթե Տերը հանգարց մի օր կհանի քեզ կուզենա միսիայի ուղարկի, այդ ժամանակ ասա Տեր, այո եւ ամեն։ Թեկուզ դժվար է, բայց եթե դու ասում ես կգնա։ Բայց մենակ հաց ու ջրի համար չարժի, սիրելիներս։ Միայն հաց ու ջրի համար չարժի։ Որովհետև Իսահակը հնազանդվեց եւ այդ երկրում, որտեղ ոչ մեկ չէր ցանում, երաշտ էր, ցանեց 100-ի չափ արդյունք ունեցավ։ Ինչու՞, որտեղ գրված է, որտեղ Տերը օրհնեց նրան։ Երբ որ Տերը օրհնում է, գերբնական բաներ են կատարվում։ Հիմա եկեք նայենք օրհնության պայմաններ։ Չկան պայմաններ օրհնությունը ժառանգելու համար։ Ես ուզում եմ խոսել երկու պայմանների մասին։ Ես չեմ խոսելու շատ պայմաններ։ Երկու շատ անհրաժեշտ ու շատ կարևոր։ Եկեք սա վերցնենք մեր սրտում դրնենք։ Եթե այսպես վարվենք, հաջողակ կլինենք երկրի վրա։ Առաջինը, օրհնությունը ժառանգելու համար մեզ պետք է Աստծո առաջ խոնարհ վարվել։ Խոնարհություն։ Խոնարհությունը վարձք ունի, օրհնություն ունի մարդու կյանքում։ Ես ուզում եմ միասին մենք ընթերցենք Առակաց գիրքը 22-րդ գլուխ 4-րդ խոսք։ Սա Աստծո խոսքն է, ճշմարիտը եւ սուտ չի ասում, սիրելիս։ Աստծո խոսքն ասում է խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վարձքն է հարստություն եւ պատիվ եւ կյանք։ Խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վարձքն է հարստություն եւ պատիվ եւ կյանք։ Ինչ է խոնարհությունը։ Խոնարհությունը ուզում եմ հենց սկզբից ասեմ, խեղճությունը չի։ Իրականում ուժեղ մարդիկ են, որ կարող են խոնարհ լինել։ Խոնարհությունը գիտես ավելի լավ դեպքում, որ դեպքում ասենց լավ դրսևորվում, երբ որ դու ուժեղ մարդ ես, դու կարող մարդ ես, իշխանություն ունեցող մարդ ես, բայց դու զուսպ ես դրա մեջ։ Այստեղ իր խոնարհությունն է դրսևորվում։ Դու ավելին կարող ես քեզ թույլ տալ, բայց դու քեզ թույլ չես տալիս։ Էսի մի կողմը խոնարհության, ես ուզում եմ ասեմ, որ խոնարհությունը չշփոթենք խեղճության հետ։ Խոնարհությունը մի հատ ուրիշ հատկություն էլ ունի։ Խոնարհությունը սրտի ներսում համաձայնությունն է Աստծո կամքի հետ։ Մենք լսել ենք կա հնազանդություն, բայց կա խոնարհություն։ Որն է տարբերությունը։ Հնազանդությունը մեր արտաքին տեսանելի գործողությունն է։ Երբ որ Աստված մեզ ինչ-որ մի բան պատվիրել է, հանձնարարել է, ասել է, եւ մենք դա անում ենք։ Սա մեր հնազանդությունն է Աստծուն։ Դա արտաքին մեր գործողությունն է, որ մենք կատարում ենք։ Իսկ որն է խոնարհությունը։
Խոնարհություն այն է, երբ որ մենք մեր սրտի մեջ համաձայն ենք Աստծո կամքի հետ։ Երբ որ դու քո եսը, քո ճիշտը խոնարհացնում ես եւ ասում ես Աստծո ասածն է իմ համար հեղինակություն եւ բարձր, սա խոնարհություն է։ Եվ Աստված սա գնահատում է մարդու մեջ։ Եվ խոնարհությունը այն գեղեցկությունն է, եթե կուզենաք մարդու մեջ, որ Աստծո ուշադրությունն է գրավում։ Եվ դա պատուհան է բացում, որպեսզի Աստծո շնորհքը գա այդ մարդու վրա։ Խոնարհությունը բացում է երկինքը եւ ակտիվացնում է Աստծո շնորհքը մեր կյանքում, սիրելիներս։ Եվս մեկ անգամ եմ ուզում ասեմ, խոնարհությունը բացում է երկինքը եւ ակտիվացնում է Աստծո շնորհքը մեր կյանքում։ Խոնարհությունը Աստծո աչքերին շատ գեղեցիկ, շատ գնահատելի մի բան է։ Ինչ անենք, որ խոնարհության մեջ մեզ պահենք, որտեվ դու գիտեք, մարդկային էգոն ժամանակ առ ժամանակ ուզում ասես դրսևորվի։ Հատկապես երբ որ գործերդ լավ է գնում։ Հատկապես երբ որ հաջողություն կա կյանքում։ Ինչ որ բաներ լավ ստացվում է, ծառայությանդ մեջ լավ է ստացվում, աշխատանքիդ մեջ լավ է ստացվում, ընտանիքիդ մեջ հաջողություն կա, հենց այդ ժամանակա, որ կարա գա գայթակղություն, որ դու խոնարհությունից մի քիչ անցնես դեպի հպարտություն։ Լսում ես։ Դրան խրախուսող բաներ կա։ Հիմա ինչ անենք։ Հաջողակ չլինենք, գործերներս լավ չլինի, չգիտեմ, մի խոսքով էլի, օրհնություններ չլինեն մեր կյանքում, որ մենք մնանք խոնարհության մեջ, քավ լիցի։ Ոչ։ Աստծո կամքը այդպես չի։ Աստծո կամքն է, որ մենք Աստծո օրհնությունները գան, մենք լինենք հաջողակ, լինենք երջանիկ, մեր գործերը լավ ստացվի, ինչ որ անենք, պատխաբեր լինենք, բայց դրա հետ մեկտեղ մեր խոնարհությունը Աստծո առաջ չկորցնենք։ Որն է այդ պատվաստումը, որը որ մեզ թույլ է տալիս, որ մենք խոնարհ լինենք։ Աստծո խոսքը ասում է. ամեն մարդ հարկ եղածից ավելին թող իր մասին չմտածի։ Սա պատվաստում է, սիրելիներս։ Կապ չունի ուր կհասնես, որտեղ էր եւ ուր ես հասնում։ Այս խոսքը թող քեզ սենց պատվաստում լինի, որ սենց ներարկում է քո մեջ Տերը, ավել բան մի մտածիր քո մասին, քան արժան է։ Սա խոնարհության մեջ է պահում կի մարդուն։ Ամեն։ Ավելին եմ ուզում ասեմ, եթե մի օր կաղոթես մեռելներ հարություն կառնի, դրանից հետո գիտես, չէ՞, մարդուն դժվար է պահելը արդեն։ Վերջացավ, մեռել է հարություն առել։ Երբ որ կաղոթես մեռել հարություն կառնի, սիրուն արի նստի ստեղ լսի հովիվիդ խոսքը։ Սիրուն գնա խմակ, խնտնային խմբակ եւ լսիր ավակիդ։ Մեծ բան չի փոխվել քո կյանքում մեռելի հարությունից հետո, թանկագինս։ Ամեն Աստծո զորությունը եկել է մեռելին հարություն ապրել։ Մեզ խոնարհություն ապենք եւ դա գեղեցկություն է։ Ամեն, հալելույա։ Հիմա հաջորդ բանը, ինչն է օգնում, որպեսզի մենք ժառանգենք Աստծո օրհնությունները։ Դա հավատքն է, հավատքի հնազանդությունն է։ Եկեք միասին բացենք Եսայա մարգարեություն 54-րդ գլուխ 2-ից 3 խոսքերը։ Այստեղ Աստված մարգարեի միջոցով դիմում է կնոջը, որը ամուլ է, այսինքն չի կարող ծննդաբերել, զավակներ ունենալ, եւ մարգարեական խոսք է հրճակվում ամուլ կնոջ կյանքի մեջ։ Եվ ինչ է ասում Տերը։ Հասկանում եք, դա տրամաբանությունից վեր բան է։ Մարդկային լոգիկան, ռացիոնալ միտքը այդ կնոջ կյանքում ասում է մի բան. դու չես կարող երեխա ունենալ։ Համակերպվել է եւ հաշտվել է, գուցե շատ պայքարել է, հետո չի ստացվել, հաշտվել է։ Ու հիմա ես սա ուզում եմ, որ դու հասկանաս, սիրելիս, ես խոսում եմ ոչ միայն ֆիզիկական բաների մասին եմ խոսում, եւ նաեւ հոգեվոր բաների մասին եմ խոսում։ Այս երկու տեսանկյունից նայի նրա հետ, նրան ինչ մասին ես հիմա խոսում եմ։ Եվ ինչ ասում մարգարեն, ամուլ կնոջ ասում է. լայնացրու քո վրանի տեղը եւ թող քո բնակարանի վարակույրները տարածվեն։ Մի խնայի երկարացրու չվաններդ եւ ցցերդ պնդացրու, որովհետեւ դու պիտի աճ ու ձախ տարածվես եւ քո սերունդը պիտի ժառանգի ազգերին եւ ավերակացած քաղաքները շենացնելու են։ Սա ասվում է մեկին,
ով ամուլ է եւ չի կարողանում երեխա ունենալ։ Բայց համաձայնվի ինձ հետ, որ այս իրավիճակում հավատք է պետք, որպեսզի դու անցնես քո տրամաբանության վրայով, քայլ անես քո իրավիճակների եւ հանգամանքների վրայով, չնայես մարդկային աչքերով, որտեղ ասում է հավատքը, մենք չենք շարժվում աչքի երևույթով, աչքի տեսածով, այլ հավատքով։ Պողոս Առաքյալն ասում։ Եվ հնազանդվես այդ մարգարեական խոսքին քո կյանքում։ Ու դրան համապատասխան քայլ անես։ Հավատքը հնազանդություն ունի։ Հավատքը sense մի բան չի, որ մենք մեր սրտում ուղակի պահում ենք եւ ասում ենք լավ կլինի։ Հավատքը ունի գործողություն կատարելու պահ, որ այդ գործողությունն է ցույց տալիս, որ դու իսկականից հավատքով ընդունել ես այդ մարգարեությունը եւ դու քայլ ես անում։ Միգուցե դրա մեջ ռիսկ կա։ Միգուցե այդքան էլ ապահով չի այն հողը, որ ոտքդ պիտի դնես դրա վրա։ Համաձայն եք ինձ հետ, որ տապանակը Հորդանանով անցկացնում էին, այդքան էլ հարմար չէր, չէ, որ պետքա ոտքները դնեին Հորդանանի մեջ։ Բայց մարգարեական խոսք կար, հենց ոտներները դնեք Հորդանանի մեջ, գետը կկանգնի։ Ռիսկ կար դրանում։ Կար։ Հարմար չէր, չէ, ամեն բան։ Իդեալական չէր։ Բայց արեցին, հնազանդվեցին, արեցին, խոստումը Տիրոջ իրականացավ։ Հետևաբար մենք հավատքի մարդիկ ենք, սիրելիներս։ Մենք ոչ թե պետքա շարժվենք մեր աչքի տեսածով, աչքի երևույթով, այլ մենք պետքա շարժվենք Տիրոջ խոստմունքով, որ կա մեր կյանքում։ Տիրոջ խոստմունքով, որի վրա կա մարգարեական հոգի, որը խոսում է մեր ապագայի, իմ ու քո ապագայի վերաբերյալ։ Եվ տվյալ դեպքում այս կնոջը ասում է ով ամուլ, ինչ արա։ Նայեք հավատքի հնազանդությունը։ Ես ուզում եմ մի հատ հեսա օրինակ բերեմ, որ ավելի շոշափելի լինի մեզ համար։ Ասում է վրանների սահմանները լայնացրու։ Վրանիդ, բնակարանիդ վարակույրները հեռուն տարածիր։ Ցցերդ գնա հեռու խփիր այդ վրանի համար։ Այս վրան բնակարան, վրանը այն ժամանակվա բնակարանն էր, սիրելիներս։ Սեփական տունը ոնց որ սենց ասած։ Ասում է մի հատ փոքր սեփական տուն ունես, որտեղ երկու հոգով ապրում եք։ Ու դու չես մտածում լայնանալու, մեծանալու մասին, ինչի, որովհետև հաշտվել ես այն իրավիճակի հետ, որ դուք երկուսով եք։ Հիմա ասում է գնա ու սկսիր այս խոսքի համեմատ քայլեր անել։ Հիմա պատկերացրեք բազմանդամ ընտանիք, բազմազավակ ընտանիք, որոնք ապրում են փոքր բնակարան։ Այդ ընտանիքի հայրը, դու գիտեք, որ օր ու գիշեր մտածում է մի բանի մասին։ Ոնց անի, որ իր բնակարանի սահմանները լայնացնի։ Ինչի, որովհետև տեղ չեն անում այնտեղ։ Եվ կյանքը անհրաժեշտություն է թելադրում, որ ոչ թե ապագայում լինելու է այդ մեծ արդեն կա այդ ընտանիքը։ Եվ ինքը կյանքից դրդված, ինքը մտածում է օր ու գիշեր ոնց անի, որ այդ սահմանները մեծացնի։ Բայց հիմա պատկերացրեք երկու հոգի, որոնք բազմանդամ ընտանիք չեն։ Ու մեկ էլ Աստված այցելում է այդ մարդկանց ու ասում է. ոչ թե երբ որ 10 երեխա կունենաս այդ ժամանակ, այլ հիմա քայլ արա դեպի ընդարձակվելը։ Հիմա երազիր ու տես, պատկերացրու քո այդ մեծ ընտանիքը։ Հիմա տես, երազիր, պատկերացրու, այս հավատքը թող սրսկվի քո սրտի մեջ, ու դու գնա այդ երազանքով, այս հավատքի խոսքով, այս մարգարեական խոսքով, Աստծուց երկնքից եկած այդ խոստմունքով գնա ու քայլեր արա հիմա։ Ու նենց քայլերը տարա, որ բոլորը ովքեր կողքից նային, իմանան դու բազմազավակ մայր ես կամ հայր ես։ Աստծո հավատքը, ասում է ունեցեք, եւ որն է Աստծո հավատքը։ Ասում է Աստծո հավատքը սա է, որ Աստված չեղած բաները եղածի պես է կանչում։ Չեղած բաները եղածի պես է կանչում։ Ու գիտես ոնց է կանչում։ Նենց է ասում դա, որ ոնց որ այդ կարդ։ Ասեց թող լույս լինի, լույսը չկար դեռ, ու լույս եղավ։ Սա Աստծո հավատքն է, սիրելիներս, ամեն, հալելույա։ Հիմա մեր կյանքում էլ Աստծո առաքյալը ասում է Աստծո հավատքն ունեցեք։ Եվ որն է այդ հավատքը,
որ դեռ չեղած բանը, բայց որը որ խոստմունք է, որի վրա մարգարեական օծություն կա, դու հավատքով համաձայնվում ես դրա հետ եւ քայլ ես կատարում այդ ուղղությամբ։ Հիմա ինչ որ մեկի կյանքում միգուցե դա ֆիզիկական երեխայի օրինակն է, որ շատ իրական է, բայց ուզում եմ ասեմ, ես ձեզ զգուշացրեցի, մենակ ես ֆիզիկական երեխայի մասին չեմ խոսում։ Միգուցե քո կյանքում կան բաներ, որ պետքա ծնվեն։ Կան բաներ, որտեղ դու պետքա ընդարձակվես։ Կան բաներ, որտեղ դու պետքա շատանաս եւ ավելանաս։ Եվ ինչ պետք է անես։ Պիտի մտածես դրան համապատասխան, պիտի աղոթես դրան համապատասխան, պիտի երազես դրան համապատասխան, ամեն։ Ես չեմ խոսում մարդկայինսին, տենց երասկոտ բնավորության մասին, ինչ լավ կլիներ, որ սենց լիներ, որ նենց, ես խոսում եմ Աստծուց եկած խոսքի մասին։ Ես խոսում եմ Աստծո խոստմունքի մասին, որը գալիս է մեր կյանքերի մեջ։ Ոնց ենք մենք վերաբերվում։ Պայմանը Աստծո օրհնությունը ժառանգելու, դա հավատքն է, հավատքի հնազանդությունն է։ Ամեն, հալելույա։ Եվ ես ուզում եմ մի օրինակ էլ բերել, եւ հետո մենք աղոթելու ենք։ Այսօր ես գիտեմ, որ աղոթքի օծություն կա, եւ ես խնդրելու եմ նաեւ ով մհերին էլ մենք միասին մամայիս էլ կխնդրեմ, այստեղ կկանգնենք եւ կաղոթենք ամեն մեկիդ համար անհատապես ձեռնադրելով կաղոթենք, երկար աղոթք չենք անելու, բայց խոսք ենք հրճակելու ձեր կյանքում։ Համաձայն նրա, ինչ որ հիմա քո ականջները լսում է, սիրելիս։ Ամեն, հալելույա։ Լսի մի բան ասեմ, այս եկեղեցին ընդարձակվելու է։ Այս եկեղեցին աճելու է։ Այս եկեղեցին այս քաղաքի մեջ կյանքեր է փոխելու։ Ումով է անելու։ Այդ դու էլ պետք է ընդարձակվես, դու էլ պիտի լայնանաս, դու էլ պետք է շատանաս, հասկացար։ Հիմա Գաբեսի մասին եմ ուզում խոսել եւ Գաբեսի աղոթքը դրանով եզրափակենք։ Ուրեմն առաջին մնացորդած 4-րդ գլխում թվարկվում է մարդկանց սենսերնդապանություն, ընտանիքներ։ Բոլորին անուններով ասում նրա որդի, սա նրա որդին է, ու հանկարծ Աստված կանգ առնում մի մարդու վրա, որի անունն է Գաբես։ Եվ Աստված հարմար է գտնում, որ այդտեղ փագագծերը բացի եւ մի երկու ավել բան ասի այս մարդու մասին։ Լսում ես։ Գիտես, ես ու դու նենց պետք է ապրենք, որ երբ որ մեր հերթը գար, Աստված ուզենար կանգնացներ եւ մի երկու ավել բան ասեր այդտեղ մեր մասին։ Դու ինձ հետ ես։ Ասում Աստված ամոթ չհամարեց նրանց Աստվածը կոչվելու։ Հələ խորացիր ես խոսքի մեջ։ Աստված ամոթ չհամարեց իր համար նրանց Աստվածը կոչվելու։ Ես ու դու կանչված ենք հենց այդպիսի մարդիկ լինելու, որ Աստված չհամաչի մեր Աստվածը կոչվելու։ Ամեն։ Մենք երբեք ամաչելու բան չունենք, որ Աստված մեր Աստվածն է, բայց մենք լիքը բան ունենք մեր կյանքը նենց ապրելու, որ երբ որ հերթը մեզ հասներ այդ թվարկվելու մեջ, մեկ էլ ասեր մի րոպե մի հատ կանգ առնեմ, հələ Անահիտի վերաբերյալ մի երկու բան ունեմ ասել։ Կամ Գեղամի վերաբերյալ մի երկու բան ունեմ ասել։ Հասկանում ես, այդտենց պետք է ապրենք մենք մեր կյանքը։ Ու Գաբեսը ինչ որ բան էր տեղի ունեցել, որ Աստված փագագծեր է բացում։ Եվ Գաբեսը փառավոր էր իր եղբայրներից, եւ նրա մայրը նրա անունը Գաբես դրեց, ասելով թե ցավով ծնեցի։ Մինչև կշարունակենք։ Ուրեմն կար ժամանակ, որ Գաբեսը փառավոր չէր իր եղբայրների մեջ։ Եվ նրա մայրը նրան ցավով էր ծվել եւ անուն էլ Գաբես էր դրել եւ իր անվան մեջ ցավ բառը կար։ Պատկերացնում ես, այնց անունը նա անընդհատ քո անունը տան եւ անընդհատ ցավ բառը լինի մեջ։ Ու այն աղոթքից, որ ինքը անում է, հասկանալի է, որ ինքը իր կյանքի այնց իրավիճակների մեջ էր, չբավարարվածություն կար իր կյանքում։ Տխրություն կար իր կյանքում։ Ինքը հասկանում էր, որ ինքը այն կետում չի, այն վիճակի մեջ չի, որ պետք է լինի դրա մեջ։ Ու ինչ է ինքը անում։ Եվ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն ասելով։ Ում կանչեց Աստծուն։ Գիտես, այնքան լավ է, երբ որ ես ու դու հասցեն գիտենք, ում պետքա դիմենք։ Երբեմն քրիստոնյաները երկրի վրա իրանց իրավիճակներ ում անունը ասես չեն կանչում, ում ասես չեն դիմում։ Վերջում նոր հիշում են Աստծուն։ Սիրելիս, առաջին հերթին հիշիր Աստծուն,
քո իրավիճակների մեջ։ Կանչիր Աստծուն։ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն ասելով. «Օ, եթե ինձ օրհնեիր, եւ իմ սահմանը մեծացնեիր, եւ ձեռքդ ինձ հետ լիներ, եւ ինձ չարից ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված բերեց նրա վրա նրա խնդրածը։ Ինչ ուժեղ է, չէ՞։ Այդ վերջի նախադասությունը այնքան ուժեղ է, ամեն ինչ էտա տեղը գցում։ Աստված ասում է, բերեց նրա վրա նրա խնդրածը։ Դրանից հետո է, որ Գաբեսը փառավոր եղավ իր եղբայրների մեջ։ Ես այս ինչ եմ ուզում ցույց տամ, սիրելիս։ Ես ուզում եմ քեզ տեսնեմ մարդ, որի կյանքում գալիս է Աստծո օրհնությունը։ Աստված այցելություն է անում այդ մարդուն։ Նա կարող է իր ոչ փառավոր վիճակից անցում կատարի փառավոր վիճակի։ Նա կարող է իր դեպրեսիայի եւ տխրության վիճակից անցում կատարի մի վիճակի, որտեղ ուրախության յուղ է հոսում իր կյանքի մեջ։ Okay, նայում եմ ասում են, նրա պես ուրախ մարդ չկա։ Ով որ շատ խեղճ, ընկճված, անհաջողակ վիճակից անցում է կատարում մի վիճակ, որտեղ ասում են երանի նրա տիրոջը։ Հալելույա։ Հայրս այդպես արտահայտություն ունենք, չէ՞։ Մի մարդ, որ մեր համակրանք առաջացնում, նայում ենք իր վիճակին, ինչեր է հասնում, երանի նրա իր տիրոջը։ Սիրելիս, երանի մեր Աստծուն, մեր տիրոջը։ Եվ Աստված բերեց նրա վրա նրա խնդրածը։ Գիտես, երբ որ մենք Աստծո կամքի համեմատ բաներ ենք խնդրում, ասեց Տեր, եթե միայն ինձ օրհնես։ Աստված գիտես, չէ, որ ամեն ժամանակ նոր օրհնություն է արարում։ Ինքը մեզ օրհնել է, բայց Աստված շարունակաբար օրհնություններ արարում։ Աստծո խոսքն ասում է ամեն առավոտ Տիրոջ ողորմությունները, բարիքները նորանոր են լինում, նորոգվում են։ Այսօր Աստված նոր օրհնություն կարա քո կյանքում անի։ Վաղը Աստված չի օգնում, նոր օրհնություն կարա քո կյանքում անի։ Եվ Գաբեսը դա լավ էր հասկանում, ասում էր Տեր, եթե միայն ինձ օրհնեիր, եւ եթե քո ձեռքը ինձ հետ լիներ, գիտի որ Աստծո ձեռքը զորավոր է, եթե մարդու հետ է, ուրեմն հաջողություն կա նրա հետ։ Եթե իմ սահմանները մեծացնեիր, ընդարձակեիր։ Հիշում եք, ես խոսում եի, որ Աստծո օրհնությունը ընդարձակում է։ Եվ չորրորդը, եթե ինձ չար բանից ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ։ Գաբեսը հասկացել է։ Աստված կարող է դա անի։ Եվ Տերը սա բերեց նրա կյանքում։